Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մինչ այսօր աշխարհը Վալենտայնի դոնը գդոնե, հայաստանյաց հրակրական մեր Սուրբ Եկեղեցին գդոնե մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի 40-օրյա դաջար ընձայման դոնը, դիարն ընթարաչը։ Երկու բառով ասեմ, որ Վալենտայնը հայրենով Վաղենդյանոս ինք եպիսկոպոս մներ երրորդ դարուն ապրած Հռոմի մեջ, երբ հռոմեական գայսրությունը արգելած էր զինվորներու ամուսնությունը, անոնց արիտ տված էր շնանալու, բորընկանալու, բայց ոչ ամուսնանալու, Սուրբ Վաղենդյանոսը ինք պաշտոնապես կամուսնացներ զանոնք, եւ այդ բաժարով անտիդվեցավ որպես գայսրության մեջ ըմբոստություն հարաճացնող եւ գայսրության թշնամի ու փանդարգվեցավ եւ վերջավորության նահատակվեցավ իր հավատքին համար։ Եվ փանդի մեջ փանդաբահին աղջիկը որ գույր էր ըստ ավանդության, երբ անոր մոտ կուքար Վաղենդյանոսի մոտ, Վաղենդյանոս զայն թաստիարակեց շատ բաներ սորվեցուց եւ վերջավորության նամակն ալցկեց ու այդ փոքրիկին աչքերը բացվեցան եւ հավեդաց ու այդ նամակը ստորագրված էր քու Վալենտայնդ, այսինքն քեզի հարկող սիրող Վաղենդյանոսը։ Եվ ահա սիրելներ, այս թարուն առավելապար վաճառականության վերածվեցավ Սուրբ Վալենտայնի դոնը, որովհետև արիթ էր մարդկության համար, վաճառականներու համար, որ հսկա աշխատանք ըլլա, գումար ծախսվի, ծաղիկներու վրա, նվերներու վրա, եւ դժբախտաբար խորհուրդեն բարբվեցավ։ Շատ լավ է, որ մարդիկ իրար սիրեն, եւ այդ է նպատակը Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին, որ մարդիկ իրար սիրեն։ Հիսուս մեկ բադվիրան տվավ, ասավ իրար սիրեցեք։ Այսօր ոչ թե միայն ամուսնացողներու իրար սիրելու օրը պիտի ըլլա, ամուսնացողները պետք է ամեն օր, ամեն վարյան անդադար իրար սիրեն, այլ սիրելիներ նաև խորհրդածելու սիրո աղբյուրի մասին, Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Իսկ ինչու համար մենք Հայաստանյաց հրակելական Սուրբ Եկեղեցվո զավակներս դիարն թարաճ կդոնենք, որովհետև դիարն թարաճը սիրելիներ, ինչպես ասի, խորտանշե Տեր Հիսուս Քրիստոսի 40 օրյա դաջար ընձայման հիշադակը։ Եվ քանի որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը գդոնախմբենք հունվար 6-ին, ճիշտ 40 օր եթե հաշվենք, փետրվար 14-ը անփոփոխ կերպով դիարն թարաճ է։ Անցյալին բոլոր եկեղեցիները երբ հունվար 6-ին գդոնեին Հիսուսի Սուրբ ծնունդը, դիարն թարաճը հետևաբար դաջար ընձայվիլը Քրիստոսի փետրվար 14-ին գդոնեին։ Բայց երբ մյուս եկեղեցիները հունվար 6-ին դեկտեմբեր 25-ի փոխադրեցին Հիսուսի Սուրբ ծննդյան դոնը, սկսան փետրվար 2-ին դիարն թարաճը դոնել 40 օր հաշված դեկտեմբեր 25-ին։ Ամեն շաբաթ օր ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն քրությունը։ Այսօր սիրելիներ ցեզի պիտի ընթերցեմ Լուիս եկեղեցակիդական շաբաթաթերթեն 1905-ին դպված Փետրվար ամսվան խմբագրականը դիարն թարաճի մասին, զոր գրած է Փափկեն Վարդապետ Գյուլեսերյանը, ինքը ստորագրել որպես քննասեր, այդ էր իր ծածկանունը, շատ լուսամիտ Վարդապետը, որ հետակային դարձավ Մեծդանն Գիլուգը Գաթողիկոսյան աթորագից Գաթողիկոս Սահակ Խաբայան Գաթողիկոսի ժամանակ, բայց դժբախտաբար երիտասարդ տարիքին վախճանեցավ, աթորագից Գաթողիկոս եղած ժամանակը վախճանեցավ։ Հագարականոր որ Սահակ Գաթողիկոսը 90 տարեկան էր, անիկա ողջ մնաց, բայց Փափկեն Գաթողիկոս աթորագից Գաթողիկոսը վախճանեցավ։ Անիկա մեծ աշխատանք տարած է սիրելիներ 1905-ին եւ 1906-ին հրադարագած է այս Լուիս եկեղեցակիդական շաբաթաթերթը։ Ուրեմն փետրվարի թիվին մեջ
ինք դիանթարաչի մասին խոսի, շատ գեղեցկորեն կբացատրի յուրաքանչյուր դիբարի մասին, Սիմեոն Ձերունի մասին, ուրեմն Աննայի մասին, Մարգարեի մասին, նաև սիրելներ կխոսի թե ինչ նվեր դարավ Աստվածամայրը եւ այլն։ Եկեք մտի գնենք այս սկանչելի քրությունը։ Դիարն ընթարաչ Քրիստոսի աշխարհ գալուն եւ մարդկանց հայտնվելուն եւ իբր Աստված ու փրկիչ ջանցվելուն բոլոր դնորինական բարակաները նախնական եկեղեցու մեջ միակ դոմը կգազմեին Աստվածահայտնություն անունով։ Անցյալին սիրելներ առանցին դոներ չկային Տեր Հիսուս Քրիստոսի նվիրված, այլ բոլոր դոները միասին կկատարվեին Աստվածահայտնության անունին տակ։ Եվ կբարունագեին բոլոր սրբանվեր հիշատակները, այսինքն Գաբրիելի ավետումեն Նազարեթի մեջ մինչև Հովհաննու վկայությունը հորթանանու եզերքը։ Հետևաբար ավետման դոնը հունվար 6-ին կդոնվեր Հիսուսի ծնունդը, մոքերու այցը, Հիսուսի մկրտությունը, այս բոլոր դոները դնորինական կդոնվեին հունվար 6-ին, մեկ օր։ Այդ գարկի մեջ կմտներ նաև նորածին Քրիստոսի իր մորը հետ ծնունդեն 40 օր ետք դաջար ներկայանալը, որով պիտի կատարվեին Քրիստոսի ընծայման եւ Մարիամու սրբության օրինական պայմանները։ Մեր շարականներն իսկ բահած են ցարտ Աստվածահայտնության դոնի մեջ դաջարի ընծայման բառնակվելու նշանները եւ 5-րդ օրվան շարականի մեջ կերկենք տակավին ըստ զնյալն ի սրբո գուսեն ընկալցուկ ի սիրտս մեր հավատով Սուրբ գույսեն ծնածը մեր սրտերու մեջ ընդունենք հավատքով որբես երբեմն ի քիրքսն Սիմեոնի ինչպես որ անցյալին Սիմեոնը իր կրկի մեջ ընդունեց Ուրեմն կտեսնեք որ նույնիսկ Աստվածայնության ծննդյան շարականներու մեջ դակավին հին արձագանքը կա որ հունվար 6-ին նաև գդոնվեր Հիսուսի դաջար ընծայման դոնը Սակայն այդ դնորինական հիշադակները երկրորդ դարու մեջ ունեցած ամբողջությունին չբահեցին եւ զանազան բաժանումներ դեր ունեցան հաջորդ դարերու մեջ ամենահին բաժանում եղած է 40-օրյա քալստյան դոնը որ հունվար 6-ին 40 օր հաշվելով հաստատվեցավ փետրվար 14-ին անոնք որ հետո 5-րդ դարու մեջ ծննդյան դորը դեկտեմբեր 25-ին փոխադրեցին ինչպես ասի 40-օրյա քալուստնալ փետրվար 2-ին դանելու հարգադրվեցան սակայն հայ եկեղեցին հաստատում բահեց եւ գբահե նախնական սովորությունը եւ հունվար 6-ի եւ փետրվար 14-ի դոները հիմա պատմությունը Քրիստոս ծնավ Բեթլեհեմի մեջ եւ Տեբետ Մարիամ եւ Հովսեփ Նազարեթի մեջ ունեին իրենց հաստատուն բնակությունը եւ քիչ որ առաջ Բեթլեհեմ եկած էին աշխարհակիրին համար Մարտահամարի համար եկած էին այլապես իրենք Նազարեթի մեջ կաբրեին եւ մինչեւ այսօր երբ Նազարեթ կայցելենք սիրելներ Հայր Հովսեփի եւ Մարիամ Աստվածածնի բնակած դունը նաեւ կայցելենք մինչեւ այսօր գոյություն ունի գիտեք որ եւ որ Մարտահամար եղավ ամեն մարդ պետք է իր ուրեմն հայրերու նախնիներու վայրը երթար եւ քանի որ Հայր Հովսեփ Դավիթի սերունդն էր եւ Դավիթը Բեթլեհեմցի էր ուրեմն Բեթլեհեմ եկան Սակայն Ավիդարանի պատմութենեն հայտնի է որ միջոցը Բեթլեհեմի մեջ մնացին Ծնունդեն 8 օր ետքը թլփատությունը դեղի ունեցավ համաձայն Ղուկասու Ավիդարանի երկրորդ գլխու 21-րդ համարին եւ անգե ետք հասան մոքերը որոնք Քրիստոսը ոչ թե Բեթլեհեմի Իջևանին Մսուրի մեջ կդան ուր դրված էր նորածինը ոչ թե քարայրի մեջ ուր որ Հիսուս ծնավ այլ Բեթլեհեմի մեջ դունը եւ դունի մեջ մտնելով դեսան մանուկը ինչպես կգարտանք Մատթեոսի Ավետարանի երկրորդ գլխու 11-րդ համարի մեջ Հետևաբար երբ 40-ը լրացավ Բեթլեհեմեն ելան Մարիամ եւ Հովսեփ եւ Հիսուս մանուկը բերին Երուսաղեմ հանդիման առնել դիարն այսինքն է դաջարին ներկայացնել եւ Աստուծո ընծայել 40-ը եւ որ վերջացավ Հիսուսի Բեթլեհեմեն Հայր Հովսեփը եւ Մայրիկ Աստվածածինը Երուսաղեմ եկան դաջար ընծայելու համար Հիսուսը Երուսաղեմի մեջ օրինական բարդավորությունը գդարել են ետնալ Բեթլեհեմ դարձած են որովհետեւ Հերովդես
հրաշափար մանգան ծնանելուն լուրեն շփոթած մեծն Հերովդես կայսրը եւ որ լսեց որ Հիսուս մանուկը ծնած էր միայն Փեթղեհեմի մանուկները չարտելու հրաման հանեց եւ Հիսուս մանուկալ Փեթղեհեմեն դարվեցավ Եգիպտոս ինչպես գիտենք սուրբ գիրքեն շատեր մոկերուն հասնելը 40-օրյա կալուստենալ յետքը թողուլ հավանականագույն գսեբեն եւ Հերովդեսին մինչեւ 2 տարեկան մանուկներու նկատմամբ դված հրամանեն գեդևցնեն թե Հիսուս մանուկը այլևս քանի օրվան նորածինը չէր ինչու որովհետեւ Հերովդես կհրամայե 2 տարեկանեն վար եղող մանուկները սպանել ուրեմն Հիսուս արդեն մեծած էր մինչ այդ Սրբության օրենքը ինչ է սրբության օրենքը որովհետեւ Աստված 5 դագարանի մեջ հրամայած էր որ գիները իրենց ծննդապերութենեն հետ պետք է սրբանային եւ պետք է սրբվեին եւ պետք է իրենց ընձամբերեին դաջար իսկ եթե անտրանիկ զավագեր պետք է անտրանիկը Աստուծո ընձայեին լսենք սիրելիներ Մովսեսական օրենքը գդրամատրեր որ ամեն ծննդական գին բարդավոր լա միջոցը իր այդ վիճակի մեջ սպասել եւ հետո ողջագեզով եւ վասն մեղած զոհով սրբվիլ եթե զավակը արու լար 8-րդ օրը դղան պիտի թլփադվեր իսկ մայրը 33 օր եւս սպասելով 40-րդ օրը իր սրբությունը պիտի կատարեր եթե արու զավակը լար ուրեմն մայրը 40 օր կսպասեր իր սրբվելուն իր մաքրվելուն եւ ապա դաջար գնձայեր զավակը բայց 8-րդ օրը անպայման պետք է թլփադեին եւ անունը գոչեին երեխային անորամար մենք սիրներ սուրբ ծնունդեն 8 օր յետ հունվար 13-ին Հիսուսի անվանագոչության դոնը կկատարենք իսկ եթե եկը լար աղջիկը լար առաջին 8-րդը անցնել են յետքը 66 օր եւս պիտի սպասեր 66 օր պիտի սպասեր ընդամենը հետեւաբար 74 օր պիտի սպասեր եւ հետո սրբության գարկը պիտի գդարվեր սրբության օրենքը գդարելու համար ուրեմն դղայի բարակային 40 օր աղջիկա բարակային 74 օր պետք է գինը սպասեր Սրբության օրենքը գդարելու համար ալ պետք էր որ մայր եղողը ողջագեզի համար նվիրեր դարին լրացուցած քարմը 1 տարեկան քարնուկ պետք է նվիրեր կամ ինչպես խավարացիկ գսեն հերվենամը եւ վասն մեղած մեղքերու համար 2 դադրակ կամ 2 աղավնացակ ուրեմն քարնուկը 1 տարեկան կամ 2 դադրակ կամ աղավնի 2 ցակ Երկու դադրակներեն ուրեմն բայց եթե ծննդական գինը աղքատը լար եւ չգարնար քարնուկ նվիրել եւ հերվենամը չգարենար ջարել երկու դադրակներեն կամ աղավնացակերեն մեկը ողջագեզի եւ մյուսը վասը մեղացի բավական գրնար համարվել ըստ 5 դագարանի ղևդացներու 13-րդ գլխու առաջին 8 համարներուն Ավիդարանը դարևոր քարին խոսքը իսկ չներ Եվ ասով գիմացնե, որ դիրամայրը աղքատերու ոճով վարվեցավ իր սրբության համար։ Մենք կգարտանք Ղուգասո Ավիդարանի 2-րդ գլխու մեջ 24-րդ համար, որ Աստվածամայրը զույգ մը դադրակ բերավ, կամ աղավնի ցակ բերավ եւ ընձայեց դաջար, որպես զոհ։ Ինչու՞, որովհետեւ Աստվածամայրը չուներ աղքատի զոհեր որ բերավ, քարնուկ չգրծավ բերել։ Բայց Աստվածամայրը հավիդանական քարնուկը ծնավ Ինչ հոգևոր խորհրդանիշ կա սիրելիներ այս բոլորի մեջ։ Անտրանգած օրենքը, անտրանիկներու օրենքը։ Աստված սիրելիներ, երբ որ Եբրայեցի ժողովուրդը Եգիպտոսի քերութենեն փրկեց, գիշեք որ վերջին հարվածը ինչ էր, անտրանիկներու մահը, անասուն կամ մարդ։ Եվ Աստված վերջը Մովսեսի ցերկով օրենք տվավ, որ անտրանիկները Աստծո ընձայվեին։ Աստծո պիտի պատկանեին։ Բայց հետո Աստված ղևդացիները ընդրեց անտրանիկներուն փոխարեն եւ սակայն բոլոր ընտանիքներու մեջ երբ անտրանիկ կծներ մարդ կամ անասուն պետք է փրկակին դրվեր ղևդացիներուն որբեսի այդ քանի որ այդ անտրանիկին դեղն էր որ այդ ղևդացիները քահանայություն Աստուծո ընձայված էին լսենք ուրեմն օրենքը Ավիդարանը սրբության օրենքեն առաջ ուրիշ օրենք մնալ գհիշե որուն գադարման հոգ դարին Մարիամ եւ Հովսեփ 40-օրյա քալստյան արթիվ
Եգիպտոսի մեջ անտրանիկներու գոդորածին վրա, ինչպես պատմեցի, գրնակարտալ այս Ելից գրքի 13-րդ գլխում մեջ, Աստված հրամայեց հրեից, որ այնուհետև ամեն անտրանիկ արու ծնունդ, թե մարդո եւ թե անասնո, աստվածային ծառայության, այսինքն դաջարին նվիրվի։ Ելից գիրքի մեջ գրված է. ամենայն արու, որ փանա զարկանդ, ինձ լիցի։ Ելից 34-րդ գլխում մեջն է 19-րդ համարի մեջ։ Ուրեմն բոլոր անոնք, որոնք զավակ կծնին, արու անտրանիկ զավակ ինձի կպատկանին գսեդերը։ Զորավետարանն ալ հարաճ կփերը։ Ամենայն արու, որ փանա զարկանդ սուրբ դիարն գոչեսի, դիրոջ կոմես սուրբ պիտի գոչվի։ Դաջարի ծառայության գերբը հետո փոփոխություն մգրեց։ Զիփոխարեն անտրանիկներու բոլոր ղևի սերունդը, որու ցեղեն էին Մովսես եւ Ահարոն, ցեղովի դաջարին ծառայության գոչվեցան, սակայն բոլոր հրյաներու վրայեն անտրանիկները նվիրելու բարտքը չչնջվեցավ։ Ուրեմն Աստված հետո ղևի սերունդը իրեն որպես ծառայող ընդունեց։ Մյուս սերունդները երգիրը պիտի ժառանգեին, իսկ ղևդացները երգիր պիտի չժառանգեին, որովհետև իրենց սեփականությունը Աստվածինք էր, իրենց դերը Աստվածինք էր։ Հետևաբար իրենք քահանայություն էին, ղևդական ցեղը քահանաներու ցեղ էր։ Որովհետև ղևդացիք անտրանիկներու փոխարեն էին եւ ոչ բացեն առնված, որով անտրանիկներու դերերը բարդավոր կմնային ղևդացներու փրկանքը վճարեն, որբեսի անտրանիկները ազատվին։ Փրկանքնոցա լիցին եւ եղիցին ինձ ղևդացիքն, գսե Աստված թվոց գրքի մեջ 5 դագարանի 3-րդ գլխու 13-րդ համարի մեջ։ Հիսուս մանուկալ Մարիամի անտրանիկն էր։ Համացայն Մատթեոս ավետարանի առաջին գլխու 25-րդ համարին, նույնը Ղուկասի ավետարանի 2-րդ գլխու 7-րդ համարին։ Հետևաբար նայալ բարդավորվեցավ սրբության զոհին հետ անտրանիկին փրկանքն ալ վճարել, այլ թե ինչ վճարեց հայտնի չէ։ Օրենքը բամը չէր որոշած եւ ղևդացիք եւ անտրանիկներու դերերը փոփոխագի համացանությամբ հաշիվը գփագեին։ Ուրեմն սիրելիներ, բացի սրբության զոհեն մայրերը, որոնք անտրանիկ արու զավակ բերած էին, պետք էր նաեւ անտրանիկներու փրկակինին փոխարեն վճարում կատարեին ղևդացի քահանաներուն։ Թե ինչ կատարեց Աստվածամայրը հիշված չէ, բայց ընդհանրապես քահանաները եւ անոնք, որոնք զավակ բերած էին անտրանիկ զավակ, անոնց հետ իրարու միջև սիրելեր համացանություն գլար, թե ինչ պետք էր նվիրեին, ինչ պետք էր դային։ Աղքատած չափով սրբության զոհը դանող դիրամայրը հարգավ շատ բամը պիտի չգրնար վճարել անտրանիկ Հիսուսի փրկակինին համար, որովհետև հարուստ չէր Աստվածամայրը, հետևաբար վստահ չնչին բամն էր, որ պիտի վճարեր փրկելու համար իր զավակը անտրանգած օրենքեն։ Հիմա Սիմեոն Ձերունի մասին, ով էր Սիմեոն Ձերունին։ Ավետարանը, որ Սիմեոնի անունը գուտա, Ղուկասու ավետարանի 2-րդ գլխու մեջ կարդացեք սիրելներ այս մասին, գփավականա ասել թե այր մարդ մգար եւ այրն այն արդար եւ երկյուղած եւ գսվի Սիմեոն Ձերունի մասին, որ ինքը արդար մարդ էր եւ Աստուծո երկյուղով լեցված։ Բայց չսեր թե քահանա էր, սակայն ավելի ստորև գկրե թե Մարիամ եկած էր առնել ըստ սովորության օրինացն ի վերանորա Հիսուսի, այսինքն որ Մարիամ եկած էր դաջար ընձայելու Հիսուսը, եւ նա, այսինքն Սիմեոնը, արընկալավыз նա Հիսուս իր գսյուր եւ օրտնյաց Աստված։ Սիմեոնը իր քիրգ արավ Հիսուսը եւ օրտնեց Աստված։ Կարդացեք այս մասին անպայման Ղուկասու ավետարանի 2-րդ գլխում մեջ։ Եվ որովհետև քահանայից կպատկաներ օրենքը կործատրել, եւ Սիմեոն օրենքը կործատրողը եղած էր, եկեղեցին հաստատուն ավանդությամբ Սիմեոնը քահանա ջանցած է։ Ուրեմն Սիմեոն Ձերունին քահանա էր, երեց էր։ Սիմեոնի անձին վրա ասված է, թե Սուրբ Գիրքը հունարենի թարգմանող 70-ներեն մեկը եղած էր։ Ուրեմն ավանդություն կար, որ Սիմեոն Ձերունին եղած էր այն 70 անձերեն մեկը, որ Աստվածաշունչը 5 դագարանը եբրայերեն հունարենի թարգմանեցին։ Եվ ասիգա Ֆիլադելֆիոս ուրեմն Ալեքսանդրիո գայսրին ժամանակ եղավ, բայց այդ մեկը սիրելներ շատ հին ժամանակ եղավ Քրիստոսեն առաջ 285 տարիներ առաջ,
Հիմա ուրեմն ավանդությունը գծվի, որ այդ ժամանակ, երբ որ Եսայի մարգարեության բաժինը հասավ թարգմանության, Սիմեոնը գտարկմաներ, որ գույսը պիտի հղանա եւ զավակ ծնի, այդ խոսքը ինք չի գրեր ըստ ավանդության, մտածելով, որ ինչպես պիտի հասկանան այս աղեքսանդրացիները, բայց հաջորդ առավոտ գարտնա եւ գտեսնե ոսկի քիրերով գրված է այդ դողերը, այդ բարերը։ Եվ այդ ժամանակ ինք գաղութե եւ գսե դեր իմ աչքովս տեսնեմ ուրեմն այդ փրկին ծնունդը եւ գխոստացվի Սուրբ Հոգիեն, որ ինք պիտի չմեռնի մինչեւ իր աչքովը տեսնե։ Աննորամար ըստ ավանդության, երբ որ Սիմեոն Ձերունին Հիսուսը կրգեց, այդ ժամանակ քանի 100 տարեկան էր։ Գշարունակեմ դարձյալ ուրեմն այս մասին է որ պիտի պատմե հիմա Փափկեն Գաթողիկոսը գսե Սիմեոնի անձին վրա ըստված է թե Սուրբ Գիրքը հունարենի թարգմանող 70-ներեն մեկ եղած էր եւ այնտեղ են քաղելով Մեսիայի քալուստը ուխտիվ խնդրած էր Աստծուց մեզ զայն տեսնել եւ Աստված զինքն բահած էր մինչեւ Քրիստոսի ծնունդը բայց թարգմանությունը կատարվեցավ Քրիստոսի 285 տարի առաջ եւ Սիմեոնալ աշխատության ադեն արդեն 60 տարեկան եղած կենթադրվի եւ այս կերպով Սիմեոն Քրիստոսը քիր գարած ադենը 344 տարեկան եղած կլա Սակայն Ավիդարանը բնավ նշան չի դար այսպիսի դարօրինակ ենթադրության ուրիշներ գարձեցին թե Սիմեոն հիլել մեծ օրինականին որդին եւ Կամաղիել մյուս մեծ օրինականին հայրն եղած ըլլալ հիլելը սիրելներ ուրեմն Փարիսեցիներու հիմնադիրներ Եբրայեցի ժողովրդի մեջ եւ գգարձիվի որ հիլելի որդին էր Սիմեոն Ձերունին նաեւ գգարձիվի որ հայրն էր Կամաղիել մեծ Փարիսեցի ուսուցիչին որ ուսուցիչ եղած էր Բողոս Արաքյալի Ամեն արդի մեջ Սիմեոն իբրև քահանա եւ իբրև օրնսկետ պետք էր ցանոթալալ բոլոր մարգարեությանց եւ Դանիելի 77-րդած այսինքն 490 դարներու մարգարեության հաշիվնալ գիտեր եւ Մեսիայի մոդալուտ Քալստյանը սпасել եւ իր փափականած հասնելու վստահությունը ներքին աստվածային ներշնչմամբ ըսկալ ինքը ըսկաց որ Աստված իր խնդրանքը լսեց եւ Աստված զինք ողջ պիտի բայեր մինչեւ որ իր աչքերով տեսներ բրգիչը նույն աստվածային ներշնչմամբ Սիմեոն ջանցավ թե իր կրգած նորածինը խոստացյալ Մեսիան է եւ զայն ավետեց բոլոր ժողովրդյան եւ այսպես կատարվեցավ Քրիստոսի դնորինական հայտնություններուն մեկ բարական եւս Հիմա Սիմեոնի մարգարեությունները ինչը սավ Սիմեոն Զանոթ է Սիմեոնի խոսած օրդությունը Սուրբ Գիրքի մեջ կա սիրելներ անպայման նույն դեղը Ղուգաս Ավիդարանի երկրորդ գլուխը գարտացեք Ըսավ արդ արցակյա մախտանքը ըսավ Զոր եկեղեցու մեջ ալ գարտանք լծակի եւ եկեսեի ժամերկությանց մեջ Այդ մարգարեական օրդության մեջ Սիմեոն գահիտնե թե Հիսուս մանուկն է խոստացյալ բրգիչը որ ոչ միայն փարավորությունն է Իսրայելի ժողովրդին այլ եւ լույս է բոլոր հետանոց ժողովուրդներուն որ ասել թե ինքն է Մեսիան որուն գսպասվեր Այդ բաժարավալ ուրախությամբ գմերնինա որովհետեւ իր պապակին հասավ իր աղոթքի մեջ գսե դեր այժմ գսե արցագեիմ հոգիս գրնաս կյանքս առնել որովհետեւ իմ աչքերովս տեսավ բրգիչս որ լույս պիտի լա հետանոսներուն բոլորին լույս պիտի լա եւ այդ ուրախությամբ Սիմեոնը սիրելներ ապա ինքը մահացավ Սույն օրդութենեն հետո գավելցնե Սիմեոն թե Քրիստոսի աշխարհ գալով շատեր պիտի օգտվին եւ գանկնվին բայց ուրիշներալ պիտի քլորին պիտի գործվին Քրիստոս եւ իր կորձը հագարագործներալ պիտի ունենա այդ ասելուց Սիմեոն եւ նույնիսկ աստվածածնա սիրտը պիտի վիրավորվի աստվածամորը սավ քու սիրտետալ սուր պիտի անցնի Ավիդարանի ամբողջ բացությունը գհաստատե Սիմեոնի քուշակությունները ինչ որ Սիմեոնը ըսավ Ավիդարաններու մեջ սիրելներ այդ բոլորի մասին մենք արդեն գտեսնենք Աննա Մարգարեուհին ով էր Աննա Մարգարեուհին որ Հիսուսի դաջարն զայման ժամանակ ինքնալ հայտնվեցավ մեջտեղ եկավ Սիմեոնի օրդությունները գրտնող ունեցավ նույն ադեն եւ այս եղավ Աննա անունով ձեր եւ Մարգարե գինը Պանվելի աղջիկ եւ ասերի ցեղեն Իրեն համար ըսված է թե ցանկը դաջարի մեջ կանցներ
եւ աղոթքով ու բահկով զաստված կբաշտեր անտատար դարձյալ Ղուկասու ավետարանի 2-րդ գլխու մեջ կգարտական օր մասին հրյական դաջարի մոտ այրի գիներու բադսպարան մգար մեր այժմյան մայրաբեդանոցներու նման հաստատությունը ուր աշխարհի քաշված այրիներ մեկ կողմը բարեբաշխության մյուս կողմը դաջարին արդակին ծառայության սկսպաղեին եւ բզդիկ աղջիկներ ալ գբահեին եւ գգրտեին ինչպես սուրբ մայրիկ աստվածածինը ինքնալ դաջարին մեջ դաստիարակվեցավ եւ ըստ ավանդության աննան նաեւ խնամք տարածեր փոքրիկ Մարիամին Աննա Փանվելյանը ինչպես խոսքի ուժեն գերեվի դաջարին այրիներուն մեծավորուհին էր եւ աստվածածիննալ ինչպես ահասի որ 3 տարեկան դաջար ընձայվեցավ եւ 10 տարի չափ հոմ մնաց հարգավ այդ Աննային ցերկին դակ եղած էր եւ Աննա իրավունք ուներ հրջվելու եւ ներշնչվելու դեստելով իր սանուհին ունեցած փախն ու փառավորությունը ագնկալիալ մեսիային մայրությունը Աննայի դարիքը թիդողությանց նյութ եղած է ավետարանին խոսքը ավետարանի մեջ կսե թե այրի ամաց իբրև 80 եւ 4-ից 84 տարեկան այրի գիմնալ գար Ղուկաս 2-րդ գլուխ 37-րդ համար սովորաբար գասկծվի թե Աննա 84 տարեկան էր եւ այրի էր իսկ ոմանք գուզեն իմանալ թե 84 տարի իվեր այրի էր եւ որովհետեւ 7 տարյալ ամուսնության ներքև ապրած էր եւ կոնե 16 տարեկան պետք է եղած լար ամուսնացած Աննա արդավազն 107 տարեկան եղած կլա որտեղ պետ անհնար չէ Սիմեոնի դրված 304 տարիներու նման բայց առաջին մեկնությունը ավելի ընդունելի է որ Աննան 84 տարեկան էր եւ ոչ թե 84 տարի իվեր այրի էր թե Սիմեոն եւ թե Աննա ավետարանի վկայությամբ սուրբ անձեր էին սակայն ուղագի դոն չունին Սիմեոնի դոնը զորությամբ միայն գնկատվի 40-օրյա քալստյան հետ եւ Սիմեոն անուն ունեցողները նույն օր գդոնեն իրենց դոնը սիրելներ այս երկուքը առանցին դոմը չունին բայց զորությամբ այսօր նաեւ Սիմեոն ձերունին դոնը կկատարվի հետեւաբար բոլոր անոնց որոնց անունը Սիմեոն է կամ Սիմոն է անոնց անվանագոչությունն է որոնց կշնորհավորեմ իսկ Աննայի անունը կգտնենք յուղապեր կանանց հետ հիշատակված որով առանց անունը զրուցվելու դոնված կլա իսկ երկուքին ալ պատմությունը հին հայսմարվուրքը հունվար 10-ին իսկ նորը փետրվար 15-ին կտնե հիմա դնորինական խորհուրդը ինչ խորհուրդ ունի այս դիանթարաճը 40-օրյա քալստյան կորձողության մեջ բարունակված խորհուրդը բարձաբես օրենքի կորձատրությունն է սակայն եթե իսկությունը նկատենք ոչ Մարիամ եւ ոչ Հիսուս այդ օրենքին ենթարկյալ չէին օրենքին ենթակա չէին ոչ Հիսուս այրիկը ոչ ալ մայրիկ աստվածածինը բայց անոնք ամեն ինչ ըրին սիրելներ որբեսի ամբողջ օրենքը կատարվի եւ Հիսուս ասավ ես չեկա օրենք չնչելու այլ եկա ամբողջացնելու Արդեն Քրիստոսի համար բացատության մտնելն ալ ավելորդ է զի անիգա օրենքեն վեր էր բայց եւ Մարիամալ ազատ էր որովհետեւ ինչպես եկեղեցին գերքե Քրիստոսի ծննդյան վրա ճշմարտված էին հղություն անսերմնական Աստվածամայրը անսերմ հղությամբ ուրեմն ծննդապերեց Հիսուսը ծնունդ անարատ ծնունդ է եւ գուսություն հետ ծննդյան մնալով անաբական ծնանել է յետք անգամ Աստվածամայրը անապագան մնաց, մաքուր մնաց, սուրբ մնաց, հետևաբար ինքը սրբվելու գարիք չուներ Աստվածամայրը։ Հետևաբար Մարիամ հասարակ ծննդական կանանց պես սրբվելու բեք չուներ, ահա, Պապկեն Գաթողիկոսնագը շեշտ է։ Այսուհանդերձ Մարիամ եւ Հիսուս, Աստվածամայրն եւ Աստվածորդին հոժարագամ գհնազանդեին օրենքին։ Մեզի համար օրինակ մնե այս առանց քաշքշուկի օրենքները կորձատրելու օրենքի ազատելու բաժարներ չփնտրելու եւ մեր անհատական գացութենեն օգտվելով ուրիշներու օրինազանցության չար օրինակ չդալու Աստվածամայրը եւ Հիսուս օրենքի դակ մտան որբեսի մեզի օրինակ լան որբեսի հանգարտ չլա որ մենք ալ սիրելներ հբարդանալով ասենք որ ես այս օրենքին ենթակա չեմ այլ ինչպես իրենք ենթարկվեցան մենք ալ պետք է ենթարկվենք որբեսի ովը մեկուն քայթագության բաժար չլանք Երկրորդ տապար նկատելի է Քրիստոսի այդ արդիվ իբրև լույս հրճակված ըլլալը, որովհետև Սիմեոնը ասավ լույս պիտի լա բոլոր հեթանոսերուն։ Լույսը այն մեծ զորությունն է, որով բոլոր բնություն կգենթանանա,
որով մեր սկայարանքները գզորանան, որով միայն կորձնեություն գահաճողին։ Առանց լույսո ամենայն ինչ խավար է եւ մերելություն։ Առանց Քրիստոսի լույսին մեր հոգեվոր եւ բարոյական կյանքը գոյություն իսկ չի կրնար ունենալ։ Եթե լույս Քրիստոսե զուրկ մնանք, մեր աշխատությունները եւ մեր ցիրկերը անբդուղ կդառնան։ Ինչպես որ սիրելներ առանց լույսի կյանք չկա, փամը չաջիր, այնպես էլ եթե լույս Քրիստոսեր հերու մնանք, մեր ցիրկերը, մեր ամեն ինչը անբդուղ կդառնա, մեր աշխատությունները։ Վերջապես Սիմեոնի եւ Աննայի Քրիստոսը տեսնելով սկացած խնդությունը, ուրախությունը եւ անգե յետքը Սիմեոնի կյանքի հրաժարելու պատրաստակամությունը մեզի գսորվեցնե, որ Քրիստոսի դեսության եւ ըստացության հանդեպ բոլոր ուրիշ աշխարհային բարիք եւ վայելք նշանակություն չեն կրնար ունենալ։ Սիրելիներ, միայն Հիսուսը տեսնելու այս ուրախությունը արդեն բավարար է, որ այլևս աշխարհի մեջ ո՞յ մեկ բան կարելի չէ սիրելներ համեմատել այդ ուրախության հետ։ Ո՞յ մեկ բան։ Մենք այդ հրաշալի ուրախության կսպասենք, որ օրը մեր դերը տեսնենք եւ հավիտյան իր հետ ապրենք։ Այլևս սիրելներ ոչ մեկ բան արժեք պիտուննա մարդոց համար։ Առողությունները։ Հիմա առողությանց մասին պիտի խոսի։ Բոլոր եկեղեցական առողությանց շարքին մեջ նշանավոր դերը կգրավե դիանտարաչի նախադոնակը։ Ուրիշ դոներուն նախադոնակի համար բավական կսեվի հաջորդ օրվան շարականները քաղել։ Նախադոնակ կնշանակե դոնեն մեկ գիշեր առաջ սիրելիներ շարականներ երկել։ Եվ որ շարականները երկվին, հաջորդ օրվան դոնին, հadouk դոնին շարականներ երկվին, օրինակ սուրբերու նախադոնակները։ Բայց դիանտարաչի շարականները ամբողջությամբ դարբեր են, հետաքրքրական է։ Իսկ դիանտարաչին գերագնամուդի լույս զվարթը երկվի։ Լույս զվարթը, որ միայն շաբաթ իրգուները երկվին, որ օրը որ հանդիպի, հետևաբար փետրվարի 13-ի երեկոյան լույս զվարթը երկվի։ Բոլոր երեկոյան քալստյան գնվիրվի, ուրեմն բոլոր երեկոյանը ամբողջ այդ երեկոն քալստյան Քրիստոսի քալուստին գնվիրվի, քիրք ու ավետարան կգարտացվի, անտաստան կգադարվի, անտաստան այսինքն 4 կողմերը գործվին, հունց կգործվի, ամեն ինչ կգործվի, անտաստանը սիրելներ իրականության մեջ քարնանամուդին կգադարվի մինչև աշուն, բայց երբեք ծմերվա adin չի գադարվի, միայն Քրիստոսի սուրբ դաջար ընձայման դոնին օրը ծմերադեն կգադարվի։ Հadouk ավետիք երկվի, լուսավորությունն ալ գլա եկեղեցվո ադյանը, ուրեմն հավաքվին եկեղեցվո ադյանը, խորանեն գանտերմը գբերվի, կամ մոմը գբերվի եւ այդ դեր գտրվի, եւ բոլոր ժողովուրդ մոմեղեններով գմաստակցի եւ օրտնյալ լույսը մինչեւ իր դունը դանելու գաշխատի։ Ուրեմն տեսեք, դարբերը ամբողջությամբ մյուս նախադոնակներ են։ Ասոնք ամենքը իրարու հետ միանալով լույսի դոնախմբությունը կգազմեն, որ գիհիշեցնե Սիմեոնե Քրիստոսի դրված լույս անվանագոչությունը։ Անտաստանը իր բնությամբ անտաստանած օրտությունն է, թաշտերու օրտություն է։ Նոր դարվո բդղապերության հետ կապված անոր համար ծմերը նույնիսկ ծնունդի օրը անտաստան չլար, այլ անտաստաններուն շարքը զարգազարտեն կսկսի եւ խաչվերացին կփակվի, որը առաջին սերնացանութենեն մինչեւ այգեգութի միջոցը։ Դիանտարաչի երեգոյին անտաստանը բացառաբար ծմրան վերջանալուն եւ քարնան դռներուն բացելուն առաջին աստարարն է, որ բնության այդ սիրդերուն ալ վերանորոգության գծարայ է։ Փետրվար 14-ը չերմության օթին մեջ իջներուն հաստատուն թվականն է, իսկ լուսավորության գերբը հին սովորության եւ այժմսալ դեղ բահված սովորության համեմատ իսկապես հրավառություն էր։ Գիզանուտ որևէ նյութերով եւ բաճաճ գերբով փոց մը գվարվեր եկեղեցու կամ փագին մեջտեղը եւ անտաստանալ անոր շուրջ կգադարվեր։ Սիմեոն Գաթոյգոս 18-րդ դարուն իր վերանորոգված դոնացույցին մեջ խոդերի է շրջի լզրովն, որի դիքիդաց է ներմուծյալ թիդողություն ավելցուց։ Ուրեմն սա որ խոդերի է, քնահատելի չէ, սխալ է գրագին շուրջը դառնալ եւ ուրեմն անտաստան գդարել։ Եվ այնուհետև մեր եկեղեցիկ ըսկուշացան, նույնիսկ եկեղեցվո մեջ հրավառութեն են, թեպետ Սիմեոն Երևանցի Գաթոյգոսի դոնացույցն ալ բահաձեր եւ լուծենը սուրն բացադրությունը, որ այժմ եկեղեցիը դուրս դերմը հանդիսաբես գվարվի։ Ուրեմն առաջ
եկեղեցվո մեջը նաև գրակվարեին եւ անտաստան կկատարեին ատկե վերջ արկիլվեցավ ամբողջությամբ այժմ եկեղեցվո մեջ մեկ մեծ եւ հաստ կամ թե քանի մոմեղեններ վարելով կփավականանք եւ թե այդ լուսավորության շուրջը ամտաստան չեն գներ բայց անոր շուրջը բոլորած Քրիստոսի փառած դաղը երկենք Քրիստոս փառած սկանչելի դաղ մգա շարագա մգա ադիգա երկվի իսկ դոնին արդուն լծակեն առաջ շարագաններով եկեղեցվո 4 կողմը 4 ավետարաններ կգարտանք որոնց մեջ ճիդողության արժանի են հուր եկի արգանել եկա յանքի մեջ գրակցկելու սավիսուս եւ լույսն ճշմարիտ գդորները որ նորեն Քրիստոսի լույսին խորհուրդը գիհիշեցնեն հիմա դոնին անունը դիանտարաճ ինչ կնշանակե որ հետանոսությունը հին հետանոսությունը եկած է այդ է որ պիտի բացատրե Փապկեն Կաթողիկոս Դոնացույցը դոնին փուն անունը գտնե 40-օրյա կալուստ Քրիստոսի իդաջարան այս է դոնացույցի մեջ գրված 40-օրյա կալուստ ուրեմն 40-օրյա կալուստ Քրիստոսի իդաջար Քրիստոսի 40-օրյա ժամանակ դաջար կալը եւ գավելցնե որ ասի դիարնընթարաճ ուրեմն դիարնընթարաճ անունը փուն դոնական եւ դնորինական անուն չէ Որչապ եւ շատերը այդ անունը բացատրեցին իբր ելանել ընդ առաջ դիարան որքան ասենք որ դիարնտարաճ կնշանակե դիրոջ առաջ ելնելը եւ փախտadության դրին ավիդարանին հանդիման առնել դիարն բացատրության հետ մեր ասկի մեջ նոր չէ որ հին հետանոսական դոներու անուններ նշանակություն եւ խորուրդ փոփոխելով քրիստոնեական դոներ եղան նույն անունը բահելով ինչպես որ Սուբկրիկոս Սավորիչը բազմաթիվ դոներ հին անունով բահեց, բայց քրիստոնեական հոգի մտավ անոնց։ Այդ բանը ամենեն ընդունվածն է վարտավարին համար, եւ գրեթե ընդունված կրնան գսել Զարգազարդին եւ Զադիգին համար, եւ նույն շարքի մեջ պետք է տնել եւ դիանտարաճ անուննալ։ Արդեն հայ հետանոսները միհր անուն աստվածություն ունեին, եւ հուրնալ աստվածային ճաշտոն կամ կոնե բադիվ ուներ այն ժամանակած մեջ։ Դիր կամ դեր անունով եւս աստվածությունը ջանցված էր, որ գրնալ լծորտությամբ կամ փոփոխությամբ կորցածական եղած ըլլալ եւ ժողովրդական դերնդաս անուննալ հին եղած ըլլալ։ Միհրի դոնը նախադիպ կրնա համարվել մեր այժմյան եւ քրիստոնեական դիանտարաճին կարկատությամբ եւ հրամանավ մեր սուբ լուսավորչին, որ հայոց հետանոսությունը չնչելու համար շատ իմաստությամբ փոխանակ անոնց գանխագալ եւ նախաբաշարյալ սովորությունները անհետացնելու ավելի թյուրին եւ ավելի օգտակար թադեց նույն սովորությանց արդակինը բահել եւ անոնց ներքին ու նշանակությունը փոփոխելով քրիստոնեության դարաձումը թյուրացնել եւ ընդլայնել Ահա սիրելիներ դիանտարաճ դոնին ամբողջական բացությունը ցեզի Հիմա ավելի լավ վստահ որ հասկացաք թե ինչ է դիանտարաճը դիրոջ 40-օրյա դաջար ընձանման այս տոնը Սիրելներ դերը աշխարհ եկավ մեզ սիրելուն համար ինչպես կգարտանք Հովանու ավիդարանի 3-րդ գլխու 16-րդ համարի մեջ թե Աստված այնքան սիրեց աշխարհը որ մինչև իսկ իր միածին որդին տվավ որբեսի անոր հավատացողը չգործվի այլ հավիտենական կյանք ունենա Սիրելի ծնողներ ինչպես որ մայրեր դուք երբ զավակ ունեցաք ճիշտ Հիսուսի օրինակով երբ 40 օրական էին դաջար բերիք եւ ընձայեցիք ձեր զավակը ըսելու համար Շնորհակալություն դեր, որ այս զավակը մեզի դվիր։ Շնորհակալություն դեր, որ այս մեծ բարգևը, այս մեծ նվերը մեզի դվիր։ Ահա դեր, քու դվածդ իդ քեզի կփերենք, քեզի կընծայենք, որբեսի դեր քու աչքդ անոր վրա ալա։ Սիրելի ծնողներ, ձեր զավակները Աստծո ընծայեցեք։ Ձեր զավակները եկեղեցի դարեք։ Ձեր զավակները գիրակնորիա աշակերտ դարձուցեք։ Եկեղեցի դարեք, որ շաբիկ հագին, թբրած տասին մաս կազմեն։ Աղջիկները երջախումբի մեջ, դղակը խորանի վրա, որբեսի ձեր զավակները սրբությամբ մեծնան։ Ինչպես որ հոգ կդանեք զանոնք դանելու զանազան դեղեր, զանազան սիրելներ մարզախաղերու, զանազան դեղեր, որ ձեր զավակները դուրսերը չմնան, բարի, երգի, թաշնագի, զանազան խաղերու Այդպես եւ ավելի հոգ տարեք անոնց հոգեվոր սնունդին աշխարհը գճարանա սիրելներ Մենք դիանտարաճի նախադոնակին ինչ կնեն ծնողներ իրենց զավակները կբերեն գրոնավորներուն գտան խորանի վրա կդարձնեն զանոնք դարձյալ այդ ընձայման խորհուրդն է Սիրելի եղբայրներ
եւ քույրեր, եկեք Տիրոջ ընթരാճ ելնենք, եկեք Հիսուսը մեր սրտին մեջ կրգենք եւ մենք կարողանանք սրբությամբ ապրել եւ արժանի լալ օրմը հավիտենական կյանքին։ Թող Հիսուս հայրիկը օրհնեցես մեր ազգը, մեր հայրենիքը, մեր պետականությունը, մեր եկեղեցին, մեր այոց սպանագը, մեր փանդարգված եղբայրներ քույրերը, ազատություն անոնց եւ հավիտենական կյանք բոլոր նահատակներուն, իսկ անհետ գորածները հայտնաբերվին, իսկ ծնողներուն ալ մխիթարությունը լա։ Աստված ցեզ արադաբես թող օրհնե բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին, թող Տերը սիրելներ ձեր դուներուն մեջ մնա եւ թուգալ Սիմեոն ձերունին պես քրգեք ձեր սրտին վրա։ Աստված ցեզ արադաբես թող օրհնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։